Բարի օր, եթերում Կիրակ Նորյա հերթապամասն է, տաղավարում առաջիկա րոպեներին կաշխատի Սիրակ Օհանյանը։ Այս թողարկման մեջտեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համառոտ։ Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարության, ոստիկանության և փրկարարծառայության անձնակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին։ Վերահսկողություն և թափանցիկություն, քննական ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության և փրկարարծառայության նոր ղեկավարներին, ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին և փրկարարծառայության տնօրեն Արամ Ղազարյանին։ Նախարարը ընդգծել է համակարգում ունեցած նրանց փորձառությունը, ինչպես նաև բարեփոխումների շարունակականության կարևորությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ներքին գործերի նախարարության, ոստիկանության և փրկարարծառայության կենտրոնական վարչակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին, ներքին գործերի նախարարության, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին և ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կամո Ցուցուլյանին փրկարարծառայությունում ցուցաբերած բարձր պատասխանատվության, ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։ Նախարարը վստահություն է հայտնել, որ նրա փորձառությունն ու գիտելիքները կնպաստեն ոստիկանության համակարգի շարունակական զարգացմանն ու ներքին անվտանգության ամրապնդմանը, պահպանելով բարեփոխումների շրջանակում ներքին գործերի նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։ Արփինե Սարգսյանը ոստիկանությունում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արամ Ղազարյանին, ընդգծելով փրկարարծառայության վերափոխման և ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում թե ոստիկանությունում, թե տեղական ինքնակառավարման մարմիններում նրա փորձն ու գիտելիքների կարևորությունը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում ունեցած փորձառությունը։ Կամո Ցուցուլյանն ու Արամ Ղազարյանը շնորհակալություն են հայտնել ներքին գործերի նախարարին վստահության համար և ընդգծել իրենց պատրաստակամությունը նպաստելու համակարգի զարգացմանն ու բարեփոխումների շարունակականությանը։ Քննարկվել են նաև ոստիկանության և փրկարարծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Վերահսկողություն և թափանցիկություն, քննական ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով, տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա նաև ձևավորել թվային ամուր հիմքեր, քննական արդյունքների բողոքարկման դեպքում ունենալով օբյեկտիվ և անհերքելի ապացույցներ։ Հանրությանը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և բարձրորակ ծառայությունների մատուցումը ներքին գործերի նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Նախարարությունում պարբերաբար իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլև տեխնիկական ռեսուրսների վերազինման ուղղությամբ։ Մասնավորապես հաշվառման քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքում առավել թափանցիկ և օբյեկտիվ միջավայր ապահովելու նպատակով թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Քննական տրանսպորտային միջոցի թե սրահի, թե արտաքին միջավայրի տեսաձայնագրումը իրական ժամանակում կապահովի քննական գործընթացի բազմակողմանի վերահսկողություն և անկողմնակալություն։ Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա նաև ձևավորել թվային ամուր հիմքեր, քննական արդյունքների բողոքարկման դեպքում ունենալով օբյեկտիվ և անհերքելի ապացույցներ, բացառել հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացու վարորդական հմտությունների գնահատումը իրականացվում է բացառապես սահմանված չափորոշիչներին համապատասխան և զերծ է որևէ սուբյեկտիվ մոտեցումից։ Միաժամանակ տեսաձայնագրող սարքավորումները ապահովելով փաստարկված արձանագրում միտված են նաև պաշտպանելու ստորաբաժանման ծառայողների շահերը։ Այս գործընթացը նպատակաուղղված է ոչ միայն մատուցվող ծառայության որակը լավարկելուն, այլև հաշվետու և թափանցիկ միջավայրի ապահովմանն ու հանրության շրջանում վստահության բարձրացմանը։ Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը, վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ձեռնարկելով գործուն քայլեր դրանց բարելավման ուղղությամբ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից, և արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։
Միգրացիոն կառավարման և ինտեգրման հզորացում Շվեդիա-Հայաստան տեղի է ունեցել ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել միգրացիայի կառավարման և ապաստանի համակարգը Եվրոպական միության չափանիշներին համապատասխան։ Հունվարի 15-ին տեղի է ունեցել միգրացիոն կառավարման և ինտեգրման հզորացում Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնության 2025-2029 թվականների ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Նիստին ներկայ էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, միգրացիա և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը։ Նիստի ընթացքում շվեդական կողմը ներկայացրել է ծրագրի 2020-2026 թվականների համար նախատեսված անելիքները, քննարկվել են գործողությունների հետ կապված հարցեր։ Հունվարի 16-ին պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ Բացման խոսքով հանդես են եկել ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդկվիստը, Շվեդիայի միգրացիոն գործակալության թվայնացման և զարգացման բաժնի ղեկավար Մարկուս Տորեմարը։ Ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի մեկնարկը կարևոր քայլ է Հայաստանի միգրացիայի կառավարման և զբաղվածության ոլորտներում պետական կարողությունների զարգացման համար, ընդգծելով առաջնորդության, թվայնացման և վերադարձի ու վերաինտեգրման ուղղությունների նշանակությունը։ Ծրագրի մեկնարկը կարևոր իրադարձություն է մեզ համար, որովհետև բավականին երկարաժամկետ ծրագիր է, ֆինանսական բավականին լուրջ կարողություններով, որը հնարավորություն կտա զարգացնել Հայաստանի պետական մարմինների կարողությունների ինչպես միգրացիայի կառավարման ոլորտում, այնպես էլ զբաղվածության ոլորտում, որը արմատականորեն կապված է ժամանակակից աշխարհում միգրացիոն շարժերի հետ։ Շվեդական կողմը ներկայացրել է ընդհանուր ծրագիրը, նշելով, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի պետական մարմինների կարողությունները միգրացիայի կառավարման և ապաստանի համակարգի ամրապնդման ուղղությամբ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան։ Ծրագիրը ներառում է նաև տեղահանված անձանց և փախստականների ինտեգրման կարողությունների բարելավման ուղղված բաղադրիչ։ Վերջինս նաև աջակցելու է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը։ Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից Շվեդիայի պետական զբաղվածության ծառայության աջակցությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համակարգմամբ։ Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները, ինչ փոփոխություն է սա բերում համակարգում և ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի քաղաքացիների ու օտարերկրացիների համար, ներկայացնում է ներքին գործերի նախարարության միգրացիա և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Ներքին գործերի նախարարության միգրացիա և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանն աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում էր։ Այցի առանցքում Հայաստանի համար նախատեսված նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրության և հաստատման գործընթացն էր։ Ինգրուպ ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակում, որտեղ այս օրերին տպագրվում և հաստատվում են նոր կենսաչափական փաստաթղթերի առաջին օրինակները, Նելի Դավթյանը հանդիպումներ է ունեցել արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների և տպագրության մասնագետների հետ։ Նոր փաստաթղթերի հաստատման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Աշխատանքները վերաբերում են այն խմբերին, որոնց համար մինչև այսօր միասնական և գործնականում կիրառվող փաստաթղթային լուծումներ չեն եղել։ Ինչ փոփոխություններ է սա բերում համակարգում և ինչ հնարավորություններ են բացվում քաղաքացիների ու օտարերկրացիների համար, ներկայացնում է ներքին գործերի նախարարության միգրացիա և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Մենք միշտ էլ այս փաստաթղթի վերաբերյալ իրավակարգավորում ունեցել ենք, սակայն շրջանառության մեջ երբեք չենք ունեցել։ Մինչդեռ միանգամայն հարմարավետ պայման է ստեղծում Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձ կամ փախստական ճանաչվածների համար, որպեսզի ստիպված չլինեն վերցնելու անձնագիր կամ կոնվենցիոն փաստաթուղթ, եթե չեն պատրաստվում սահմանհատել։ Այսինքն կոնվենցիոն անձնագրի տեսք ունեցող ճամփորդական փաստաթղթերը բացառապես սահմանահատումների համար են, իսկ նույնականացման քարտը ավելի մատչելի, ավելի ճկուն է, ավելի լայն հնարավորություններ ունի եւ օգտագործողին հնարավորություն է տալու առանց ավելորդ գումար վճարելու, ուրեմն իր անձահաստատող նույնականացման քարտը
փաստաթուղթը ունենալ եւ օգտագործել հանրապետությունը։ Ծոտայկրացիների համար ունենք ելի եւս մեկ նոր տեսակի փաստաթուղթ, այն հիմա գոյություն ունի, բայց ոչ նույնականացման քարտի տեսքով, խոսքը Հայաստանի Հանրապետությունում օտայկրատ դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցիչների մասին է։ Մենք այսուհետ կրկին տալու ենք բիոմետրիկ փաստաթուղթ, դրանք պոլիկարբոնատ են, այսինքն կրկին հումքից, նյութից եւ բոլոր անվտանգային բաղադրիչներից սկսած փաստաթուղթը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական անձնագրին վերաբերող բոլոր հիմնական փուլերը շապիկից մինչև տվյալների եւ վիզա էջերի հաստատում, ինչպես նաև բոլորը մեկում ինքնասպասարկման համակարգի ներդրման գործընթացը։ Ինչպիսի փոփոխություն է նախատեսվում քաղաքացու համար, որքան պարզ ու հասանելի է դառնալու գործընթացը եւ ինչ նոր մոտեցում է ներդրվելու փաստաթղթերի տրամադրման համակարգում, Նելի Դավթյանն է պարզաբանում։ Մենք ավելացնում ենք իրավական ինքնության պաշտպանության շերտերը։ Մենք ստեղծելու ենք այնպիսի փաստաթուղթ եւ այդ փաստաթուղթը տրամադրելու այնպիսի ստանդարտ մեխանիզմներ, որոնց պարագայում հնարավոր չէ լինելու կամ զրոյին մոտ են լինելու փաստաթուղթը կեղծելու կամ իրավական ինքնությունը գողանալու դեպքերը, մեխանիզմները, մինչդեռ այն ինչ ունենք հիմա, բավականին խոցելի է եւ բավականին հնամաշ է եւ բավականին ցածրորակ է։ Մենք շարունակելու ենք որպես պետություն պահպանել որոշումների կայացման բացառիկ լիազորությունը, այսինքն պետությունն է, որ որոշում է ինչ իրավական կարգավիճակ տալ անձին եւ ինչ փաստաթուղթ է ենթադրվում տրամադրել տվյալ իրավական կարգավիճակի պարագայում։ Խոշոր առևտրի կենտրոններում Երևանում բացելու են գրասենյակներ, երկուսը մինչև իր դիմումը պետական մարմինը չհաստատի, դա իհարկե մենք րոպեների ընթացքում են կազմակերպելու, բայց մեխանիզմը կուլիսներում այդպես է աշխատում։ Հանրային գործընկեր, այսինքն ոլորտի լիազոր մարմինը մինչև կանաչ լույս ցույց չի տալիս մասնավորին, մասնավոր գործընկերը իր գրասենյակում իրավասու չէ որևէ անհատից կլինի օտայկրացի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի որևէ կենսաչափական տվյալ վերցնելու եւ որևէ փաստաթուղթ տրամադրելու։ Հաստատման գործընթացը բազմասիճան է եւ խիստ վերահսկվող, յուրաքանչյուր տար անցնում է լաբորատոր ստուգում, երանգավորումից մինչև ուլտրամանուշակագույն անվտանգային պաշտպանություն։ Այս մեխանիզմը ապահովում է որակի կայունությունը ոչ միայն այսօր, այլև առաջիկա 10 տարիների ընթացքում։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Մենք վերադարձանք, շարունակելով թողարկումը, առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։ Հունվարի 14-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով Երևան քաղաքի գնդի պարեկների հետ համատեղ իրականացված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Կոմիտասի պողոտայում հայտնաբերելու թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակչի։ 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ 27-ամյա երևանցին հայտնել է, որ ավտոմեքենայում մարիխուանա կա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Կատարվում է նախաքննություն։
Հունվարի 5-ի երեկոյան ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց բնակարանային գողության վերաբերյալ։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են 2 հեռուստացույց։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։ Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 եւ 37 տարեկան 2 տղամարդիկ։ Երկուսն էլ հայտնաբերվեցին Ստեփանավանում, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Երկուսն էլ խոստովանեցին արարքը։ Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանությունը հանդիսանում է հասարակության հետ կապի առանցքային օղակ, կարևոր դեր ունենալով ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործում։ Առաջարկվող ռեպորտաժում համայնքային ոստիկան ոստիկանության լեյտենանտ Լուսինե Միսակյանն է։ Համայնքային ծառայությունը այլ է։ Այստեղ ավելի կարևոր խոսքը եւ վստահությունը։ Կրթահամալիր ընդունվել եմ 2018 թվականին, ուսանել եմ հեռակալ ուսուցման ձևաչափով, համատեղելով այն ծառայության հետ։ Հայոց լեռներ կտավը ստեղծել եմ մեր դասախոսներից մեկի առաջարկով եւ շատ ուրախ եմ, որ ներկայումս այն գտնվում է կրթահամալիրի ներսում։ Ծառայության անցել եմ 22 տարեկան հասակում, ես ինձ այդ տարիքում բավական հասուն էի զգում եւ ունեի հստակ ձևավորված բնավորություն, կամքի ուժ եւ նպատակասլացություն։ Կարծում եմ ծառայության անցնելով ցանկանում էի եւս մեկ անգամ ամրապնդել արդեն իսկ ձևավորված բնավորությանս ուժեղ կողմերը եւ բարձրացնելու կանանցները իրավապահ ոլորտում։ Աշխատանքային գործունեություն սկսել եմ 2013 թվականից, իսկ սկզբանե ծառայության եմ անցել ոստիկանության զորքերում։ Համայնքային ոստիկանության ծառայողների շարքերը համալրել եմ 2024 թվականի սեպտեմբեր ամսից։ Համայնքային ոստիկանի գործառույթի նպատակն է համայնքին մոտ գտնվելը, համայնքի հարցերին արագ արձագանքելը։ Բնակչության շրջանում վստահություն ձեռք բերելու միջոցով իրականացնել աշխատանքը որակյալ եւ թափանցիկ։ Մշտական փոխհամագործակցության մեջ եմ գտնվում ինձ ամրակցված տարածքի բնակիչների հետ եւ փոխադարձ վստահություն ձեռք բերելու միջոցով իրականացնում եմ աշխատանքս ավելի արդյունավետ։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում առաջին իսկ փուլից առաջիններից եմ եղել, որ մասնակցել եմ ատեստավորման գործընթացին եւ այդպիսով բարելավել սոցիալական երաշխիքներս։ Ատեստավորման գործընթացից հետո հրաձգությունը ինձ համար դարձավ հոբբի եւ ժամանակ ունենալու պես առաջինը այցելում եմ հրաձգարան, փորձում զբաղվել իմ սիրելի սպորտաձևով։ 2024 թվականին ակտիվ մասնակցություն եմ ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերում։ Կարծում եմ հաջողություններ գրանցելու համար պետք է լինել նպատակասլաց։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքդ քեզ առաջադրանքներ տալու եւ հաղթահարելու միջոցով ապացուցես, որ կարող ես։ Անձի ինքնագնահատականը ձևավորվում է անձի կարողություններից։ Կցանկանամ, որպեսզի քաղաքացիները ավելի վստահությամբ մոտենան, կապ չունի համազգեստ կրողը կին է թե տղամարդ, նպատակը մեկն է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Կանայք ծառայությունում կարող են նույնքան ուժեղ լինել, բայց նաև զգայուն եւ հասկացող, դա մեր առավելությունն է։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք, ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։
Գիտությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։